Բարի օր, եթերում է Ազատություն ռադիոկայանը, ես Հեղինե Բունյատյանն եմ և այսուհետ ամեն օր այս ժամին ես և իմ գործընկերները կներկայացնենք լրահոսի ամենակարևոր ու քննարկվող թեմաներից մեկն ամենայն մանրամասնությամբ։ Այստեղ այս ստուդիայում կզրուցենք խնդիրը լուսաբանող ազատության լրագրողների, մասնագետների և պատմության կենտրոնում հայտնված մարդկանց հետ, որ պարզենք ինչ է եղել, ինչպես և ինչու։ Այնինչ անհնար է անտեսել ու նաև այնինչ գուցե մինչ օրս վրիպել է մեր ուշադրությունից։ Ամեն օր մեկ թեմա, ամեն օր մեկ պատմություն, որ փոխում է այսօրն ու վաղը։ Այս շաբաթ իմ գործընկեր Կարինե Սիմոնյանին հաջողվեց լինել իրական Հայաստանում։ Այն Հայաստանում, որի մասին խոսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն մոտ 1.5 տարի։ Եկավար համարական ինքը պատվեց երժողորդ հետ ինքը չնայց։ Ով կար մեզանից։ Միկրոֆոնը տել քաշի կամերաֆոն։ Ես արդեն լրագրողներիցնել եմ հիասթափվել, սաղիցներ, մեկից որ կարճ չմեն, չէ, վсё։ Նա սրբեցին կեղը տվին բրծան ինչ անում։ Ու քանի որ ուղևորությունը բարդ էր ու ինչպես հետո պարզվեց ոչ բոլորին հասանելի, այսօր Կարինեին հրավիրել եմ ստուդիա, որ պատմի մանրամասները։ Ողջույն Կարինե, կպատմես որտեղ էր այդ իրական Հայաստանը եւ ինչպես գտար։ Շաբաթ է, շաբաթավերջին, երբ վարչապետը այցելեց մի խումբ գործարանների եւ պաշտոնյաների հետ Կիրանց, ու դրանից անմիջապես հետո իր ֆեյսբուքյան էջում կադրեր հրապարակելով գրել էր, որ սա է իրական Հայաստանը, կոչ էր արել բոլորին անձամբ լինել Կիրանցում, տեսնել թե ինչ է կատարվում այնտեղ, ինչպիսի անվտանգ ու խաղաղ մթնոլորտ է։ Մինչև մանրամասներին անցնելը նախ հստակեցնենք, սա այն գյուղն է, որտեղից փաստացի անցած տարի սկսվեց հայ-ադրբեջանական սահմանազատումը բողոքի զանգվածային ցույցերի ներքո։ Շրջակա 4 գյուղերը, որ 1990-ականներից գտնվում էին Հայաստանի վերահսկողության տակ, վերադարձվեցին Ադրբեջանին, այստեղ տնկվեց առաջին սահմանասյունը եւ փաստացի Կիրանցը այն եզակի հատվածներից է այսօր, որ ունի գծված սահման կամ ինչպես վարչապետ Փաշինյանն է կրկնում, անվտանգության երաշխիք Ադրբեջանի հետ։ Գետնի վրա ինչպես էր փոխվել իրավիճակը, ուր գնացիր առաջինը։ Հենց այդ անվտանգության պատի մոտ էր նորակառույց դպրոցը։ Հիշում ենք, որ սահմանազատումից հետո յուղի բնակիչները մտահոգվում էին, երեխաները ինչպիսի անվտանգության պայմաններում պիտի դպրոց գնան, անհրաժեշտ էր պարզել ի վերջո ինչպես են հանգուցալուծվել այդ մտահոգությունները, արդյոք սահմանային անվտանգության խնդիրները լուծվել են։ Ես առաջինը հենց մտա դպրոց։ Տնօրենը միանգամից անակնկալի եկավ, չէր սպասում, նույնիսկ որ ես կարող եմ մուտք գործել այդտեղ եւ առաջինը սկսեց, որ անհնար է, չի կարելի նկարահանում, անգամ մի կադր անելու հնարավորություն չտվեց եւ այսպես ֆիզիկապես ինձ ճանապարհեց մինչեւ դարպասը համոզվելու, որ ես այդ տարածքից դուրս եկա։ Որևէ փաստարկ, բացատրություն, ինչու չէր կարելի, ինչն էր խնդիրը։ Ոչ, ուղղակի չեք կարող։ Ես ասում եի, որ ինչու, ես ընդհանրապես ուզում եմ հասկանալ, որ ամեն ինչ անվտանգ է, երեխաները խաղաղ, այստեղ դասապրոցեսը ընթանում, ինչ կա այդտեղ էլի։ Ինձ համար իսկապես անհասկանալի էր, թե ինչն էր պատճառը, իրենք պիտի որ ենթադրում եի, որ պիտի որ ավելի շահագրգիռ լինեին ցույց տալու, որ ահա տեսեք ինչ խաղաղ, ինչ հետաքրքիր, ինչ լավ դասապրոցես է ընթանում այս նորակառույց հնազարդ դպրոցում։ Բայց հակառակը դրանից հետո ընդամենը 10 մետր հեռավորության վրա է տեսա, որ այգում աշխատող մի տղամարդ է, որի մոտ նաև մանկահասակ երեխա կա, հետաքրքիր էր պատկերը զուտ լրագրողական տեսանկյունից, մարդը այգեգործությամբ էր զբաղվում սահմանից մի քանի մետր հեռավորության վրա։ Ընդամենը գնացել եմ, ընդ որում պատրաստում էի տեսախցիկս այնպես դնել, որ ուղղված չլինի դեպի սահման, ինչը սովորաբար արգելում են սահմանապահները։ Չնայած դա էլ մի ուրիշ հարց է, ես միշտ այդ հարցը տալիս եմ, այս տեխնոլոգիական հնարավորությունների պայմաններում արդյոք իմաստ ունի ուղղակի արգելել կամանը չնկարել այն դեպքում, որ հակառակորդը ցանկացած պահի կարող է արբանյակային սարքերով եւ այլն։ Բայց դու հետևում ես ամեն դեպքում չգրված օրենքին եւ ցույցի կտրում ես այնպես, որ ուղղված չլինի դեպի սահմանը։
Հենց այդ պահին ես չգիտեմ, չունեմ փաստարկներ, իսկապես իրենք էին տեսել, թե դպրոցի տնօրենից զանգ են ստացել ազգային անվտանգության ծառայության սահմանապահները, հայտնվեցին իմ կողքին։ Մոտեցավ մեկը, երկու հոգի էին մեքենայի մեջ, ասացին, որ իրավունք չունեմ, ես նույնիսկ չէի հասցրել տեսախցիկս միացնեմ։ Իրենք ինչ էին պատճառաբանում։ Բավականին երկարատև զրույցի ընթացքում որևէ փաստարկ չբերեցին, ուղղակի չի կարելի։ Ասում էին, որ ամբողջ գյուղը համարվում է սահմանային գոտի, եւ ես իրավունք չունեմ որևէ նկարահանում անել ամբողջ գյուղում։ Ես իրենց ասում եմ, եթե ժողովրդավարական պայմաններ են մեր երկրում, եւ ասում են, որ մարդը կարող է ազատ խոսքի իրավունք ունենալ։ Ինչու՞ դա չպիտի վերաբերվի իրանցի բնակչին։ Իրենք բառացի ասում էին ոչ։ Այսպիսի խիստ վերահսկողություն ես առաջին անգամ եմ զգացել։ Անընդհատ ես տեսնում եի այդ մեքենան, ուր որ մտնում էի։ Ասեցեք թողնում են իմ աստանցից, հետապնդում են ամբողջ ընթացքը։ Ուր որ չնեմ, գյուղապետարան մտա, տներ մտա, դուրս էի գալիս ու ասեն ծիծաղել էր նույնիսկ, ասեն շփվում էինք իրար, որ տեսնում էի, ասեն իմ դեմը հայտնվեցին։ Իրենք փաստորեն հորդորեցին հեռանալ, բայց դուք շարունակեցիք մնալ գյուղում։ Հեռացա, շարունակեցի, որովհետև հասել էի վերջո ինձ պետք էր պարզել իրականությունը, շփվել մարդկանց հետ, հասկանալ նաև նրանց դիրքորոշումը, իսկապես այդ իրական Հայաստանի զգացողությունը, անվտանգ խաղաղ սահմանամերձ դուի զգացողությունը իրենք ունեն, թե չէ։ Հիմա այն որ ասեց բանը, սա է իրական Հայաստանը, այս սահմանազատումը արդեն խաղացում պետքա բերի, այդ վստահությունը կա գյուղում։ Դե աստված ապրի, բայց ոչ չվստահենք, այս գյուղում չենք ապրի։ Վստահված ենք ես։ Ես մի ասա, точно ասա։ Ոչ, դե վստահ եմ, որ մնում եմ, վարքին քնում եմ, ինչ եմ գիտեմ, հետո ինչ կլի։ Ով կգիտեն հետո ինչ կլի։ Բոլորը միաբերան դա են ասում, որ այո, հիմա խաղաղ ենք, մենք ստեղ ենք ապրում, հակառակորդը այնտեղ է ապրում։ Խաղաղ էլ ինչ է, մեզ ուտում է, խաղաղ էլ ինչ են անում, նրանք իրանց համար մենք մեզ մա։ Բա հողերը այնտեղի, մշակի։ Հողերն ինչ դեմ դիտահլա նորա կորոշվի կանենք էլի։ Բայց թե ինչ կլինի հետո, որևէ մեկը չունի այդ երաշխիքը հստակ, որ այո, խաղաղությունը հարապեվել ունի։ Վարչապետն ասում է կա սահմանագծված սահման, կան սահմանապահներ եւ դա է ամենամեծ երաշխիքը։ Գիրանցեցիների համար այդ ինչը պիտի լինի երաշխիք, որ Հավանաբար հենց խաղաղության պայմանագիրը եւ եթե տեսնեն, որ իսկապես երկկողմանի կա սահմանազատումը շարունակելու հրամայություն կա իսկապես հստակ պայմանավորվածություն ի վերջո այդ խաղաղության պայմանագիրը իրագործելու, դա համենայն դեպս այս իրավիճակում, երբ որ անցած սպառնալիքներ են հնչում մյուս կողմից եւ իրենք էլ չգիտեն, արդյոք սահմանապահը իսկապես կարող է իրենց համար երաշխիք լինել։ Իմանա ոնց եք, ինչ եք, ինչ Դե, այ գիտես ոնց ենք էլի։ ինչի՞ Սրբեցին կեղը տվին բրծան ինչ անում։ Նույնիսկ ոչ տեսագրվելու պայմանով ասում էին, որ իրենց հողերը, որոնք մնացել են Խեյրինլից, այսինքն Ադրբեջանին անցած այդ գյուղից այն կողմ, սկզբում մարդիկ փորձել են գնալ, նույնիսկ մշակելու փորձեր են արել, բայց մի պահի արդեն սահմանապահները ասել են, որ իրենք երաշխիքներ չեն տալի։ Համիով անց կենաք թուրքը հանկարծ մինը տնիքն ասի հին ու ստրացեր, քավրին տրակի, ով կխայտարակվի քնավրեն կմեռնի, ոչ մինը։ Այսինքն դա մի տեսակ շրջափակման մեջ հայտնված մի 60 հեկտար հողատարածք է։ Մեր հողերը առայժմ սեղրաղին այլի։ Բա այն ժամանակ ասում էին, որ սահմանազատվի ոչինչ, այս կողմը դուք կմշակեք, այն կողմը նրանք կմշակեն, Այդ չգիտեմ։ Կարող չեմ։ այդ հələ որ այդ վստահությունը չկա։ Առայժմ Դե ոչ թե չեն վստահում, ուղղակի հելա պետքա ճանապարհ սարքեն, որ անցնեն։ Մի կողմից նշում էին, որ այնտեղ ճանապարհի խնդիր է առաջացել սահմանազատումից հետո, որովհետև իրենց հողեր հասնելու այլընտրանքային ճանապարհը պետք է այդտեղ կառուցել, տարածքային կառավարման նախարարությունից ինձ ասացին, որ հարցեցել են այդ ճանապարհը, բայց մարդիկ ասում են, որ դա հեյդիկ չէ։ Բան կա այնտեղ։ Դեղ կա որ քնակ։ Պետքա կամուր չինեն որ կյանք, չէ՞, մոստի Այն չինեն։ ժամանակ ասեցին, որ ճանապարհ, նոր ճանապարհ։ Կա, բարակերջուրի միջով անցին կենում։ Որ մաշիննա շաշե դվարարկերի միջով անց կենա տրակտորը քինավարի։ Ոչ մինը ցանց չայլեն։ Աշնանն էլ չարեցին։ Չէ, նհեկենում։ 40 հեկտարն է մնացել։ Նրանց կողքին ոնց վարածա, ոչ ցանածա։ Այնտեղ նաև կամուրջ է պետք, որովհետև գարնան հատկապես վարարումների ժամանակ
այդ կետը բարձրանում է եւ անհնար է տրակտորներն ու կոմբայները հասնել այնտեղ։ Կոմբայնի բանի մենք տեղ չունենք։ Գետով պետք է անցնի, դա եկապատ։ Բասում են կամուրջ կսարքենք։ Դե սարքիլ դնել, բասել են կսարքել։ Մյուս կողմից հատկապես կադրից դուրս, հարցազրույցներից դուրս ասում են, որ սահմանապահները ամեն դեպքում իրենց ասել են, որ չեն կարող այդ երաշխիքները տալ։ Իսկ միջադեպեր այս ընթացքում եղել են, որովհետև օրինակ ասում էին, ինչպես կկարողանանք օրինակ անասուններին վերահսկել, որ դրանք չանցնեն սահմանագիծը։ Ուղղակի մարդիկ այլևս չեն տանում այդ հատվածներ իրենց անասունները։ Այսինքն այն տեղը, որի դեպքում իրենց անասունները կարող են հատել սահմանը, կարող են անցնել մյուս կողմ, անասնագլխականներն են պակասեցել։ Իսկ հասցրել էին այս մասին խոսել վարչապետի հետ կամ փոխանցել էին Փաշինյանի այցի ժամանակ այս մտահոգությունները։ Չէ, իրենք Փաշինյանին հանդիպելու որևէ հնարավորություն չէին ունեցել։ Որ եկել է հիլար կեղից մի մարդ մտնի դպրոցի կողքը։ Եկավար համարական ինքը պատվեց երժողոտ հետ ինքը չնայց։ Ավտոբուսներով Սարյաններն ու Պաշտոնյաները հասել են այնտեղ, շատ կարճ են մնացել, իրենք հեռվից են կարողացել տեսնել։ Չեկավ, մեզ հետաքրքիր չի, ում հետ խոսեցին չարուց։ Ձեզ հետ չի խոսել։ Դուք չեք մասնակցել, բայց նական բաներում նախապես չգիտեիք դրա համար, թե ինչն է։ Գիտենք, բայց չկար։ Չկար ցանկ։ Հա, ոքյանք ինչ ասեն։ Ինչ դինք ասեի։ Ասելիք չկա։ Հա, ասելիք դինք։ Չէ, ինչ կարող որ ինչ ասեմ։ Ճիշտ է, ինչ կա։ Հա, ինչ Դրան նախորդող ժամանակահատվածում այնտեղից հանել են բոլոր գյուղացիների մեքենաները, որոնք կանանած են եղել։ Հերթվել ինչ կանտի մաշին կաղնի կեղեցը դեն նարեք։ Մոչամարթին տրել որ ժողովրդյան դեն նարեք։ Հիչ մի մարդ էլ անդի կաղնի։ Բայց փորձեցիք մոտենալ թե։ Ենքան կար մոտեցող։ Մննելա թողչալ։ Երկու րոպե անց տելևիզորը մշանստույն կրծանել ոչ մի բան։ Նույնիսկ ասել են, որ չպիտի մոտենան։ Հիմա Իսկ ինչու չպիտի մոտենան վարչապետին։ որովհետև նախատեսված չի եղել ի սկզբանե շփումը գյուղացիների հետ, բայց ասեմ, որ ամիսներ առաջ էլ վարչապետ Փաշինյանը գնացել էր Կիրան, էլի որևէ գյուղացի չէր կարողացել իր հետ շփվել։ Ես հիշում եմ իմ տեսանյութերից մեկը հենց դրա մասին էր, որ մարդիկ դժգոհ էին, որ եկել է գյուղ եւ որևէ գյուղացի նրա հետ շփվելու հնարավորություն չի ունեցել։ Դրա փոխարեն անմիջապես այցից հետո, ինչպես դու նշեցիր ամենասկզբում, Փաշինյանը գրառում արեց, որ Կիրանցը իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Գյուղում տեղյակ են, որ իրենք դարձել են այդ գաղափարախոսության մարմնացումը եւ ընդհանրապես Երևանից հնչող այս օղերձներին, եկող գնացողներին ինչպես են վերաբերվում։ Չքաղաքականացված մարդիկ նույնիսկ տեղյակ չէին խոսում այդ մասին, չգիտեին, բայց այն մարդիկ, ովքեր որ ի սկզբանե, հա, եղել են քաղաքականության մեջ, այդ բողոքի ակցիաներում եւ այլն, նրանք իհարկե հեգնանքով էին խոսում, ինչի մասն է խոսքը։ Այնա գյուղը ծախեց։ Կար նաեւ վախ մտնոլորտ ամեն դեպքում։ Արդեն էլ ոչ մի բան հետաքրքիր։ Հա, մեր հողերը տված բրծած են։ Մենք մեր գլուխ պահում ենք։ Այ հայտնի խոսի։ Ինչի։ Մեծապես։ Իսկ քննադատություններ հնչեցին մի գյուղացու կողմից դիմության հասցեին, որ մար այն ժամանակը չէ, որ պիտի հանցներին փոխեն։ Հիմա Երևանում այն որ հավաքվել են, ես ինչեր են անամ, դրա ժամանակը չի։ Ես իմ անգրագ եթալու հասկանում եմ, որ դրա պահը չի, բայց ընդեղ իրար ուտում է խի, այդ է ինձ հետաքրքիր։ Բայց Փաշինյան են հանում, մենին են անում, ալա երբ ինչ եք անում նոր հանեցեք դե Փաշինյանի։ Ես չեմ ասում, Փաշինյանը հրաշք կա, բայց որ նրանք էլ սկիպիտանի չեն, այդ է։ Սաղ փողի մար են մտածում, սաղ հարուստանում է։ Մի բաներ չունեմ ասելու։ խի։ Ես չենք ձայնագրեմ, խնդրեմ։ Չէ։ Մարդիկ Կիրանցում ուղղակի չեն ուզում խոսել։ Երաշխիք էին տվել, որ ամեն ինչ լավ կլինի։ Միկրոֆոնը դել քաշի կամերա։ Չեմ կարող ասել միանշանակ, որ հրահանգ կա հատուկ չխոսել լրագրողների հետ, թե ուղղակի մարդիկ նաև այս ընթացքում բավական շատ լուսաբանումներ եղան, որոնք մի տեսակ հեռացրել են մարդկանց, թե քաղաքական գործիչներից, թե լրագրողներից։ Ինչան։ Ուզում ես ճիշտ գիտենալ։ Ես արդեն լրագրողներիցնել եմ հիասթափվել, սաղիցներ։ Այսինքն լրագրողների հետ շփումներում խնդիրներ են ստեղծում, թե վախ ունեն, որ իրենց հարցազրույցներում ասած միտքը կարող է իրենց համար հետո խնդրահարույց դառնալ։ Եվ նա համոզված եմ որոշ դեպքերում նաև այն, որ իրենց ասելիքը կարող է խնդրահարույց լինել հետագայում իրենց համար, որովհետև
շատ դեպքում նշում են, որ բողոքի ակցիաներից հետո քրեական գործեր հարուցվեցին, որոնց մարդկանց անընդհատ քրեական մարմինները տարել են, հարձակումներ են, այսինքն այս ընթացքում, այսպես ասած, այնքան բան է եկել այս մարդկանց գլխին, որ իրենք ասեն չափից դուրս գուշավոր են։ Հիմա այս կարանք ասենք, որ իսկականից այդ խաղաղության ցուցիչն է, որ ամեն դեպքում Անջատի նոր։ ավելի Չէ, նկարեցի կրծաները նկարվել է դուք։ Ռեպորտաժում ես պիտի ձևակերպում էի արել, որ եկեք, տեսեք խաղաղ ու անվտանգ իրանցը, բայց գնացի տեսա, որ մի նկարեք, հեռացեք, պիտի կոչեր հնչեցին հենց տեղում։ Իր վերջին գրառման մեջ վարչապետը նաև ուրախությամբ հայտնել էր, որ այս պահին 43 տուն է կառուցվում Կիրանցում հենց։ Սա հատուկ ծրագիր է, որոնք են պայմանները եւ նոր տները կառուցվում են Կիրանցում ապրող մարդկանց համար, թե դրսից եկողներ էլ կան։ Սա ոչ միայն Կիրանցին է վերաբերվում, այլ կառավարության որոշմամբ սահմանամերձ ցանկացած գյուղի բնակիչ կարող է դիմել կառավարությանը, ստանալ 16 միլիոն դրամ եւ իր համար այնտեղ տուն կառուցել։ Կառավարությունը նաեւ սահմանափակում չի դրել, որ անպայման պետք է կառուցապատողը լինի սահմանամերձ գյուղի բնակիչ։ Հետևաբար ծրագրից օգտվում են այն քաղաքացիները, որոնք ապրում են անգամ մայրաքաղաքում։ Հիմնականում քանի որ տեղացիները ունեն բաց վարկային պատմություններ, շատերը, չգիտեմ, չեն համապատասխանում կառավարության այն առաջադրած պայմաններին, շատերին համար այդպես դժվարություններ առաջացրին։ Այս իմաստով տեղացիները մի քիչ դժգոհություններ ունեն, որոնք արտահայտում էին էլի տեսախցի դուրս, ասում են, որ շատ դեպքում դրսից մարդիկ եկան, օգտվեցին այդ ծրագրից եւ իրենք դուրս մնացին։ Բայց կան նաև տեղացիներ, որոնք կապեց օգտվում են, կարողացան իրենց համար նոր ավելի բարեկարգ տուն են կառուցում։ Հա։ Այս առաջի փուլից եք բան արել, օգտվել։ Ամենաառաջին հենց իմ այս տունը որ սարքն է դա։ Ուղղակի մի քիչ խնդրեմնի լավ, մի քիչ հետա ձգվեց ու շացավ։ Ինչ է։ Հիվանդանոցի հարցեր, դա անձնական խնդիր էր։ Բայց իրանց ֆինանսավորումը բան նորմալ։ Չոտկի։ Հիմա դեռ վերջնական կառուցված որևէ տուն այնտեղ չտեսա, բայց կան կիսակառույցներ, որոնք համարյա ավարտուն տեսք ունեն։ Գյուղացիներից մեկը օրերս Facebook-ում հակադարձել էր վարչապետին, թե իրական Հայաստանում իր գյուղում վարելահողերը պակասել են, ինչի որ դու ասացիր, անասունն է նվազել, տներ են փակվել, բայց մի տող էլ կար, որ ինձ մի քիչ անհասկանալի թվաց, ասում էր իրականում Կիրանցը գյուղ է, որտեղ մարդկանց բաժանել են, որ տիրեն։ Կբացատրես սա ինչի հետ է կապված։ Այս սահմանազատումից հետո այս քաղաքական իրադարձությունները, որոնք տեղի ունեցան այնտեղ, բողոքի ակցիաներ եւ այլն, գյուղը իսկապես բաժանվեց խմբերի։ Մարդիկ, որոնք համաձայնեցին իշխանությունների պայմաններին եւ ստացան այդ փոխհատուցումները, եւ մարդիկ շատ գուցե քիչ, բայց կան խմբեր այնտեղ, որոնք չհամաձայնեցին իշխանությունների պայմանին, եւ դա համարում են, որ ամեն դեպքում այն ինչ որ տեղի ունեցավ, չպիտի տեղի ունենա։ 90% թուրք փողվեք ալամնացածը սոացած կմեն։ Հա, 90%-ը վերցրին ամեն դեպքում։ Պայման։ Հա, բայց դե հիմա հողը կորցրել էին, տեղը վերցրին։ Ինչ անեն դա։ Հողը տալ չէ վերջին ունեն, հանքելագահություն արին։ Եվ այսպես թարս աչքով նայելու այդ միտումը, այդ տրամադրությունը ամեն դեպքում Կիրանցում կա։ Մեկը մեկին նայում են, ինչպես, չգիտեմ, կասկածելի, մեկը մեկին չեն վստահում, մեկը մեկին չի հայտնում, ի վերջո ինքը վերցրեց այդ փոխհատուցումը թե ոչ։ Այսպիսի տրամադրություններ ամեն դեպքում կան, որոնք խմբավորումներ են ստեղծում եւ որոնք իրարից զգուշանալու հայ գյուղական այն համընդհանուր այդ փոքր գյուղերում տիրող այդ մթնոլորտը մի տեսակ էլ այն չի։ Շնորհակալություն, հիշեցնեմ, մենք զրուցում էինք իմ գործընկեր Կարինե Սիմոնյանի հետ, ում այս շաբաթ հաջողվել էր լինել վարչապետի ասած իրական Հայաստանում, սահմանազատված Կիրանցում։ Հաղորդումը վարեց Հեղինե Բունյաթյանը, կհանդիպենք հաջորդ երկուշաբթի ցերեկը 3-ին, մեկ այլ թեմայի մանրամասները քննարկելու։